Ամբուլեցի թանգարանում, որ այսօր հյուրընկալել են Լուսակար արվեստի դպրոցի սաներին, եկեք ծափողջուններով ողջույն եւ Ուրախ եմ բոլորիս այստեղ տեսնելու ուսուցչուհին Ամալիա Բալոյանը, երեխաները առաջին անգամ են այսօր բերնելու այստեղ։ Եվ ստացել փայլուն կրթություն։ Հետո մեկնել է Թիֆլիս և սովորել կոմպոզիցիա։ Թիֆլիսից հետո մեկնել է Գերմանիա Բերլին քաղաք և ստացել փայլուն կրթություն։ Կնվագեմ Կոմիտասի 7 պարերից մեկը՝ Շուշիկին։ Կոմիտասը ծնվել է Թուրքիայի Քյութայա քաղաքում։ Նրա մշտանը հայերեն չէին խոսում։ Կոմիտասը փոքր տարիքում հայերեն չգիտեր։ Իսկ իսկական անունը Սողոմոն Սողոմոնյան էր։ Ես ձեզ կպատմեմ մի շատ հետաքրքիր պատմություն։ Երբ Կոմիտասը համերգներ էր տալիս Բերնում, Թիֆլիսում, միշտ առաջին շարքում նստած էր լինում նրա ամենամոտ ընկեր Հովհաննես Թումանյանը։ Մի օր համերգի ավարտին Հովհաննես Թումանյանը բեմ է բարձրանում, գրկում Կոմիտասի և ասում. «Աննման էր, հրաշալի, այն հիմա ես հասկացա, որ հայ երգերը կապկան հավերժ և դարեդար»։ Երբ Հովհաննես Թումանյանը մի բանաստեղծություն է գրում Կաքավի գորգը։ Բանաստեղծության բառերով Կոմիտասը գրում է իր Կաքավի երգը։ Քյութայա և լսելով 20 որբ երեխաների բերում է Կոմիտասին։ Կոմիտասը հայերեն չէ խոսում, բայց շատ գեղեցիկ էր երգում։ Կաթողիկոսը լսելով իր երգը հուզվում է և ասում է սովորել հոգևոր ճեմարանում։
Կոմիտասը հիմնել էր երկսեռ երգչախումբ 300 հոգուց բաղկացած և անունը դրել էր Գուսան։ Գուսանը պրոֆեսիոնալ երգչախումբ էր, որը գործում էր Կոստանդնուպոլիսում և ճանապարհորդում էր աշխարհով մեկ։ Կոմիտասը դրել էր պայման իր երգիչների համար։ Երգիչները պետք է լինեին 16-ից 18 տարեկան և չերգեին ուրիշ երգչախմբերում։ Կոմիտասը հիմնականում գրի է առել խմբերքեր, մեներքեր, դաշնամուրի համար երգեր և փոքրիկ երգեր։ Այս ամբողջը նա գրի է առել գյուղացիներից և չուկներից։ Սա շատ դժվար աշխատանք էր, քանի որ գյուղացիները երբեմն հրաժարվում էին Կոմիտասի դիմաց բոլոր բարբառներով։ Նա գիտե ռուսերեն, թուրքերեն, գերմաներեն և քրդերեն։ Նա շատ էր սիրում ժամանակակից երգը։
Հայ